Օրտնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ հերգինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկեսե արկայություն քո, եղիցին գամ քո, որպես հերգինս և հերգրի, ըսհաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, և թող մեզս բարդիս մեր, որպես և մեկ թողում կմերոց բարդաբանած, և մի դանիրս մեզի փորձություն, այլ պրգյազ մեզի չարեն, զիքո է արկայություն և զորություն և պարկ հավիդյանս հավիդենից ամեն։ Իմաստություն հոր, Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել և խոսել և կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորրտոց, իպանից և իկործոց, պրգյազիս և ողորմյա քո արարածոց և ինձ պազմամեղիս, ամեն։ Գահավադանք ամենասուրբ երորդության, հորը որդիին և սուրբ հոգիին, գահավադանք Գաբրիելի ծերամբ ավեդումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեքորյա թաղումին, հարության, աստվածաբես համբարնալուն և հոր աչագոմը նստելուն, և ահեղ ու պարավոր երկրորդ կալուստին գնդունինք և գահավադանք ամեն։ Հրամեցեք։ Սիրելիներ, այսինք շաբթի օր Ամերիկայի մեջ Thanksgiving է, քոհապանության օր։ Քոհապանության օրը յուրաքանչյուր հավատացյալի համար սքանչելի առիթ պիտի լա, որ անգամ ևս անդրադառնաս սիրելներ այն բոլոր օրհնություններուն, այն բոլոր շնորհներուն, ողորմության, սիրույն, ներկայության, որ դերը առատ կերպով մեզ մեր յուրաքանչյուրին հանդեպ գցուցաբեր է։ Դերը սիրելներ ողորմած է, երկայնամիտ, փազուողորմ։ Եվ դերը սիրելներ մեզ սիրելուն համար իր միածին որդին աշխարհ ղրգեց։ Եթե ովևէ մեկը ցեզի փարիկ մնե, դուք մինչև ձեր կյանքին վերջ երախտագետ կմնաք անոր։ Դերը Աստված, ինչպես սկսե Հովանու Ավետարանի 3-րդ գլխու 16-րդ համարը, այնքան սիրեց մեզ, որ մինչև իսկ իր միածին որդին ղրգեց, որբեսի անոր հավատանք ու չգործվենք, այլ հավիտենական կյանք ունենանք։ Ասիկա մեծակույն սիրելիներ զոհաբերությունն է Աստուծո մեզ մեր յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերած, եւ անոր համար մենք մինչև մեր կյանքի վերջին շունչը երախտագետ հոգիով դասենք շնորհակալ ենք դեր ամենամեծ նվերին համար, որ մեզի բարգեւեցիր։ Որովհետև դերը սիրելներ սիրեց մեզ այն ադեն, երբ մենք թշնամի էինք իրեն։ Դերը սիրեց մեզ այն ադեն, երբ մենք անօրեն էինք, երբ մենք մեղքին կերի էինք։ Սիրեց մեզ եւ խաչին վրա իր արյունը թափեց, որբեսի մեզ մեղքի կերութենեն դուրս բերե։ Ահա սիրելներ օրտապանության, քոհապանության օրվան կարճ ամփոփ պատկամը, որ մենք ինչպես որ մեր սուրբ բادرակի ընթացքին Քրիստոսը մեր մեջ հաղորդվել է յետք, գսենք քոհանամ կսկեն դեր Աստված մեր, կքոհանան քեզ մե, որովհետև մեզի բարգեւեցիր մեծակույն նվերը։ Եվ սուրբ բادرակը սիրելներ, մեր առաքելական սուրբ եկեղեցու սուրբ բادرակը կգոչվի քոհապանության բادرակ։ Ամենօրյա քոհապանություն է, ամեն անգամ որ կմասնակցենք մենք սուրբ բادرակի քոհություն հայտնած կլանք մեր երկնավոր հոր։ Միասին մեր այսօրվան հավաքական ընթերցանության համար ընտրած եմ սիրելներ 149-րդ սաղմոսը, այս սաղմոսը կխոսի աստվածաբաշտ մարդոց փառքին մասին։ Եկեք քոհապանության հոգիով այս սաղմոսը արտասանենք եւ մեր սրտի խորերեն դեսնենք սիրելներ, որ
Աստված որքան շնորհ կրավ մեզի, որ մեզի արժանի պիտի դարձնե, դարձուց իր որդիով մեր մեղքերը ներբերու, բայց արժանի պիտի դարձնե, որ իր փառքը երկինքի մեջ վայելենք։ Հետևաբար, այս երկրի վրա անոնք, որոնք դիրոջ կհավատան, հավիտյան պիտի ապրին, իսկ անոնք, որոնք դժբախտաբար կմերժեն, Աստուծո դատաստանին պիտի ենթարկվին։ Այսօր այդ նյութի մասին է, որ պիտի խոսենք։ Եկեք միասին ընթերցենք։ Աստվածաբաշտ Մարդոց պարքը Սաղմոս 149։ Միասին։ Օրհնություն երկեցեք Տիրոջ, նոր երգ երկեցեք Տիրոջ, անոր հավատարիմ մարդոց համախմբումը օրհներկությամբ թող հորթի։ Աստուծո ժողովուրդը իր արարիչով թող ուրախանա, Սիոնի որդիները իրենց թագավորով թող ցնծան, երգ ու բարով թող օրհներկեն անոր անունը, թափ ու քնարով թող ներփող երգեն անոր, որովհետև Տերը գսիրե իր ժողովուրդը եւ փրկելով գփարավորե խոնարհները։ Ուստի Տիրոջ հավատարիմ մարդիկը թող բարձենան իրենց փառքով, թող ցնծան իրենց հանգիստին մեջ։ Աստուծո փառաբանությունը իրենց շրթերուն վրա եւ երկսայրի սուրմը իրենց ցերկերուն մեջ, անոնք ազգերը դատաստանի պիտի ենթարկեն, պիտի բաժեն բոլոր ժողովուրդները, պիտի շղթայեն անոնց թագավորները, երկաթե ցերնագաբերով պիտի շղթայեն անոնց մեծամեծները եւ գադարեն անոնց համար կրված թադավջիրը։ Ահա այս է Տիրոջ հավատարիմ մարդոց փառքը, օրհնություն երկեցեք Տիրոջ, ամեն։ Սիրելիներ, եկեք երգենք հոգևոր հորս երջանկայշադակ Զարե Սրբազանի գրած Փառք քեզի երգը։ Միասնաբար։ Մենք ալ սիրելիներ խուլ էինք, Տերը մեր ականջ բացավ։ Գույր էինք, մեր աչքերը բացավ։ Թույլ էինք զորացուց, անոթի էինք գերագրեց կյանքի անմահ հացովը։ Երգենք։ Փառք քեզի Տեր Աստված մեր, հազար հազար փառք քեզի, միշտ եւ ամեն բանի համար, հազար փառք ու տանք քեզի, խուլեի ականջս բացիր, գենթանար արքոց այնիդ, և իմ սրտիս կացրածոցիր, ավետիսը կուգոչիր, գույրեի աչքերս բացիր, առավոտ յալքո լույսիդ, Եմ մտածյալ կյանքը սրիր, հանդիսարան քո գամքիդ, փառք անունիդ, հավիտյան փառք քեզի, որ լույս կյանքիդ շողը դվիր մեզի, օրհներկություն եւ բադիվ միշտ քեզի, որ հավերժիդ ծողը դվիր մեզի, փառք քեզի Տեր Աստված մեր, հազար հազար փառք քեզի, միշտ եւ ամեն բանի համար, հազար փառք ու տանք քեզի, թույլ էի զորացուցիր, խոստումով քո հույսիդ, մտքիս դիմաց լայն բարձեցիր, առաքած
դաստը շնորհքին Զիս նոտիս գերագրեցիր անմահացովը կյանքին և անարկը զարդարեցիր անթերցովը կուպարկին Փարքանունին հավիդյան Փարքեզիմ որ լույս կյանքին շողը դվիր մեզիմ օրդներ կություն և բադիմ միշտ կեզիմ որ հավերժիտ ծողը դվիր մեզիմ Եվ որ պարապանական այս երկերը երկենք սիրելիներ, իսկապես որ մեր մեջ ցավ կա, նեղություն կա, դրդմություն կա, սթրես կա, ընջախտ կա, այդ բոլորը մեկ կողմ գտնենք եւ այդ բոլոր ցավի մեջ սիրելիներ կսկսենք Աստծո անունը պարապանել։ Եկեք երկենք հաջորդ երկը, դարձյալ հոգևորորը Զարե Սրբազանին կրած։ Ներկայությունդ դեր սիրո վրան է, սերտալ զածանող զերտ սիրուն թրոշակ, իսկ խաչտալ բատնեշ հզոր վահան է հարցագումին թեմ վադին է դարձակ Փարքեզի ով դեր գրգին ու գրգին որ զիս քնեցիր արյունովդ անքին ալ չունիմ սարսափ մեղքի ու մահվան քանզի խաչի տակ կդա աբաստան եւ որ սիրելներ Քրիստոսի արյունով ծածկված ենք եւ որ Քրիստոսի արյունով բուժված ենք մեղքի խայտոցեն այդ ժամանակ սիրելներ ոչ մեկ բան մեզ թող չբաղցնե երկենք միասին ներկայությունը Տեր ուրախությամբ մի կաշկշեք եղանակը եղավ ինձ դեպեցեք պատրաստ Ներկայություն Տեր սիրո վրան է սերտալ ծածանո զերծերուն թրոշակ իսկ խաչտալ բատնեշ հզոր վահան է հարցագումին թեմ վադին է դարձա միասին Փարքեզի ով դեր գրգին ու գրգին որ զիս կնեցիր արյունով տանքին ալ չունիմ սարասապ մեղքի ու մահվան քանզի խաչի տակը դա աբաստան ալ չունիմ սարասապ մեղքի ու մահվան քանզի խաչի տակը դա աբաստան Հուրեստում պրգից սրդիս մեջ հանգչած, որ գուդաս մտքիս լուշյա ջանչուշով, ուղելու կայներ ստգար ու հոգնած, ջամպուտ մեջ խաղաղ ու արևաշով, Փարքեզի ով դեր գրգին ու գրգին, որ զիս կնեցիր արյունով տանքին, ալ չունիմ սարասապ մեղքի ու մահվան, քանզի խաչի տակը դա աբաստան, ալ չունիմ սարասապ մեղքի ու մահվան, քանզի խաչի տակը դա աբաստան, Որքան սիրեցի ներկայություն Տեր, որ գտանես ես տալար մարմանտներ, ձաղգասար տաշտեր չրարպի վայրեր, ու կյանքի համար գնես խոստումներ, Փարքեզի ով դեր գրգին ու գրգին, որ զիս կնեցիր արյունով տանքին, ալ չունիմ սարասապ մեղքի ու մահվան,
mahvan kazi khachida kada bastam alchunim sarasab mehki u mahvan kazi khachida kada bastam Avedaranին հրավերը պատկամով և հաստատ կայլով խանտավար ելքով հավատք է գայցով ու հույս է շողով ես կյանքը պահեմ սիրո գրագով Փարքեզի օդեր գրգին ու գրգին որ զիսկնեցիր արյունոտ անկին ալչունիմ սարասապ մեղքի ու մահվան քանզի խաչեդա կդա բաստան ալչունիմ սարսապ մեղքի ու մահվան քանզի խաչեդա կդա բաստան Սիրելի եղբայրներ և քույրեր, միշտ երբ որ դուրեն դուրս պիտելեք, խաչենի թանցեք, ասեք որ Դեր Քրիստ Հիսուս, խաչի դակ աբաստան գտնեմ, Դեր Հիսուս քո արյունով ծածկե, զիս, ընտանիքս, հարազատներս, ազգս, բոլոր քրիստոնյաները, սիրելի քույրեր եղբայրներ, երբ որ Քրիստոսի խաչին դակ աբաստան գտնենք, այն ադեն չարը կփախչի մեզ մեկ։ Վերջին երգը այսօրվան Փառք Աստծո։ Ինչ պիտեսենք Փառք Աստծո։ Եկեք ամենքս ոտքի ելենք եւ Փառք Աստծոն երգենք։ Շատ հեշտ եղանակ է սիրելներ, ձեր սիրած երգն է։ Եկեք միասնապար Փառք Աստծո ասենք, այսպես սրտանց Աստծո մեր ամբողջ ողն ու ձուծով դիրոջ Փառք Աստծո ասենք։ Փառք Աստծո, Փառք Աստծո, Փառք Աստծո, Փառք Աստծո, Թու միայն Դեր, Թու միայն Դեր, Թու միայն Դեր, Թու միայն Դեր, միայն Հիսուս, միայն Հիսուս, միայն Հիսուս, միայն Հիսուս, օրհնե մեզի, օրհնե մեզի, օրհնե մեզի, օրհնե մեզի, Փառքը քեզի, Փառքը քեզի, Փառքը քեզի, Փառքը քեզի, Շնորհքը մեզի, Շնորհքը մեզի, Շնորհքը մեզի, Շնորհքը մեզի, Փառք Աստծո, Փառք Աստծո, Փառք Աստծո, Փառք Աստծո, Փառք ես Աստված, Փառք ես հաղաքս ամենայնի Դեր, Փառք ես, ամեն, հրամեցեք։ Բարի եկացեք, սիրելի հայրեր և մայրեր, քույրեր և եղբայրներ, Դեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով գողջունեմ ձեզ բոլորդ։ Բոլոր անոնք, որոնք մշտապես ներկա են, բոլոր անոնք, որոնք վերադարձած են, Թալին, Դեսակեզի, Փարեքալուստ, ով վերադարձած են օրեն այսօր։ Գարաբեդ եղբայր այրոքի դեմնի վերադարձած բարի։ Ուրիշ ով վերադարձած է։
Բարիքալուս, Ժանետ եւ Անայդ, Աստված օրհնե, ուրախ եմ, աբրիկ, եւ բոլոր անոնք, որոնք նորեկ են, գոր, բարիքալուս, ուրիշ ով նորեկ է գորենզատ, բարիքալուս, ինչ է ծրավնը? Անայդ, ինչ լավ, Անայդները շատ սեր են։ Փառք Աստծո, եւ բոլոր անոնք, որոնք սիրելներ համացանցի ջամփով եւ լայվ գեդեվին հիմա, գենտանի աղորդումով եւ նաեւ ուղիղ եթերով եւ նաեւ վերջ գեդեվին, բոլորին փյուր ողջույն։ Մենք սերդենք հայտնություն Հովանու գիրքը։ Այսօր պիտի սերդենք եւ ավարտենք 14-րդ գլխու վերջին 4 համարները, 17-ին մինչեւ 20 համարները։ Բզիկ վերականգ մնենք սիրելներ, անցնող շաբաթ սերդեցինք 16-ին 10 ուրեմն 14-ին 16 համարները եւ տեսանք թե ինչպես Երգինքեն ջերմակ ըսկեստով, ջերմակ ամպը եկավ, դեսավ Հովանես Արաքյալը եւ դեսավ մարդու որդի նմանող մեկը, որ գլխուն ոսկի բսակ ուներ եւ ցերկին մանկաղմ ուներ, քերանտիմ ուներ եւ հանգարց հրեշտակ մեկավ եւ ասավ ղրգե քերանտիտ եւ հնցե, որովհետեւ հնցելու ժամանակը հասավ եւ ահա հունցքը պատրաստ է։ Եվ մարդու որդին ղրգեց քերանտին եւ հնցեց աշխարհի բոլոր բնակիչները։ Բացատրեցի սիրելիներ ցեզի թե ով է մարդու որդին, Հիսուս Քրիստոսը, որովհետեւ Դանիելի մարգարեության 7-րդ գլխու մեջ գխոսվի մարդու որդի մասին, որ Մեսիան պիտի լար, եւ այնտեղ տեսանք անցնող շաբաթ թե ինչպես հատկապես 14-15 համարներու մեջ, թե մարդու որդին եկավ, հինավուրցին դիմաց, անոր իշխանություն ու թագավորություն դրվեցավ բոլոր ազգերուն վրա, բոլոր լեզուներուն վրա, բոլոր ժողովուրդներուն վրա եւ անոր թագավորությունը հավիտենական է։ Եվ նաև սիրելներ դեսանք թե ինչպես մարդու որդին Թադաստանի է որ գուքա։ Քրիստոս սկիզբը որպես փրկիչ եկավ աշխարհ, բայց Քրիստոս իր երկրորդ կալուստին պիտի գա որպես թագավոր ու թադավոր, որպեսզի սիրելներ թադե աշխարհը։ Եվ բացատրեցի, որ հունցքի պատկերը Աստվածաշունչի մեջ գխորհրդանշ է Թադաստանը, Աստուծո Թադաստանը։ Այսօր պիտի տեսնենք դարձյալ հունցքի պատկերը, այս անգամ ոչ թե ծորենի, այլ ոչ թե հասկերու, այլ այքեգուտքի, այսինքն խաղողի, ողգույզի։ Եվ եթե սիրելիներ առաջին հունցքի պատկերի մեջ, պատկերը այն էր ընդհանրապես, որ Դեր Հիսուս հավատացյալները, իրեն հավատացողները պիտի հավաքե ու հավիտենական կյանք առաջնորդե, ապա այս երկրորդ պատկերի մեջ հատկապես պիտի տեսնենք սիրելներ մեղավոր մարդոց վախճանը, թե ինչ պիտի լա մեղավոր մարդոց վախճանը։ Այսօր աշխարհի մեջ մարդիկ կան սիրելներ, որոնք թերահավատ են, որոնք անհավատ են, որոնք գծաղր են, որոնք գանարք են քրիստոնեական հավատքը, Քրիստոսը, քրիստոնեությունը, քրիստոնյաները, մարդիկ հավատան կամ ոչ, աշխարհը իր վախճանին պիտի հասնի։ Մարդիկ հավատան կամ ոչ, Քրիստոս պիտի վերադառնա։ Մարդիկ հավատան կամ ոչ, վերջին Թադաստան դեղի պիտի ունենա։ Մարդիկ հավատան կամ ոչ, դերը պիտի զադե արդարները մեղավորներեն, ոչխարները այծերեն, լուսավորները խավարյալներեն։ Այլ խոսքով սիրելներ Թադաստան գա որ պիտի կատարվի։ Իմաստունը ոչ թե այն մարդն է, որ երկրավոր իմաստություն ցերկծկե, այլ իմաստունը այն մարդն է, որ երկնավոր իմաստությամբ իր հոգի աչքերը կբացվին եւ կտեսնե իր դիմաց թե ինչպիսի ահավոր Թադաստանը կսպասե անհավատներուն։ Եղբայրներ եւ քույրեր, նույնիսկ Սատանան պիտի փորձե գասկածներ մտցնել
հավատացյալներու հոգին մեջ։ Մինչև իսկ կգարտանք եկեղեցական վարկերու մեջ, գրոնավորներու, ճգնավորներու վարկերու մեջ, որ սատանան երբեմն հաջողած է գասկած մտցնել ճգնավորին մենակյացի կյանքի մեջ, մտքին մեջ, ասելու համար, որ այսքան ճգնեցար զուր դեղը չկա Աստված։ Եվ այդ մեկ հարցումին եւ մեկ գասկածին համար ճգնավորներ եւ սրբագյաց մենակյացներ արցունքներ թափած են սիրելիներ, որ ինչպես եղավ սատանան գրծավ հաղթեց իրենց այդ բահուն։ Արցունքներ թափած են ու իդ որքան փորձած են վերագանքնվել իրենց հավատքին մեջ։ Չէ՞ պատահած բոլորիս, որ սատանան երբեմն մեր ականջին մեջ փսփսա։ Եվ ասկերած ցեզի ասած եմ, ով է որ կփսփսա, սատանան։ Սատանան բարձրացային երբեք չի խոսիր։ Սատանան միշտ կփսփսա։ Ինչպես որ Եվային մոդեցավ եւ փսփսալով խոսեցավ, որ նույնիսկ Ադամը չլսեց։ Որտեւ ով փորձեց Ադամի։ Սատանան թե ոչ Եվան։ Եվան։ Բայց Եվային ով փորձեց։ Սատանան։ Հիմա ինչու Ադամը չլսեց։ Որովհետև փսփսալով խոսեցավ Սատանան Եվայի հետ։ Այդպես ալ սիրելիներ երբեմն մեր շուրջինները չեն լսեր, որ Սատանան մեզի կխոսի։ Եվ մենք անոր համար Սատանային ականջ տալով երբեմն մեծ ավերներ կգործենք։ Ամենքը տալ գիտեք մեր ամենայն հայոց սպանաստեղծին Հովանես Թումանյանի գաթիլմը մեղրի բացությունը։ Գիտեք, Սատանան ահաց սիրելիներ այդ գաթիլմը մեղրը գնե։ Մեղրը կգաթեցնե, մնացյալ այլևս մարդիկ իրար կսպաննեն։ Ազգերուն մեջ այս բոլոր բաժանումները, այս բոլոր անհամաձայնությունները ուրգե են։ Եկեղեցիներու մեջ այս բոլոր բղծությունները, այս բոլոր բաժանումները ուրգե են։ Այս բոլորը սիրելիներ սատանայեն են։ Եվ սատանան սիրելիներ ադորամար Պետրոս Արաքյալը բոլորիս գոչ մգուղ է։ Եվ գսե գգարտամ Պետրոս Արաքյալի խոսքը առաջին Պետրոսի 5-րդ գլխու 8-րդ համարը արթուն եւ պատրաստ եղեք, որովհետեւ ծեր թշնամին սատանան արույցի պես մռնչելով գշրջի եւ գլելու համար մեկը կփնտրե։ Մի մորնակ, որ սատանան չի քնանար երբեք։ Մի մորնակ սիրելներ, որ սատանան անկուն է։ Չգարձեք, որ բահեցողություն եւ որ գնենք ուրեմն փորձություններ չեն կար։ Սատանան ալ բահեցողություն գնե։ Սատանան երբեք բան չուտեր։ Բայց 24 ժամ մարդոց յետևեն է։ Ահա սիրելներ, որքան կարևոր է հոգևորապես արթունը լալը անորամար Հիսուս ամեն անգամ, բայց մանավանդ Գեթսեմանի բարձեզին մեջ իր աշակերտներուն ասավ. արթուն եղեք եւ աղոթեցեք, որբեսի փորձության մեջ չինակ։ Փորձության մեջ չինակ։ Սիրելիներ, շատ հեշտ է, որ մենք փորձության մեջ ինանք։ Շատ հեշտ է։ Շատ հեշտ է, որ սատանային փորձվենք։ Կարևորը, որ անդրադառնանք, զղջանք, որ ինգանք փորձության մեջ սատանային եւ ներողություն խնդրելով դարձյալ ոտքի կանգնենք։ Դերը կգանգնեցնե մեզ ոտքի, եթե մեր զղջումը անգերց ու ճշմարիտ է եւ որ գիտակցությունը կա մեր մեջ այդ ցավի, որ խապեցանք սատանային։ Սիրելիներ, եկեք այսօր շարունակենք մեր սերտողությունը եւ ավարտենք 17-րդ համար։ Նախ գարտանք։ Ուրիշ հրեշտակ մի եւս դուրս եկավ երկնքի մեջ գտնվող դաջարեն ասիգայալ սուր կերանտիմ ուներ։ Առաջին հարցում այս անցնող անգամին ալ հարցուցի հիմա էլ գարցնեմ։ Երկնքին մեջ դաջար կա։ Երկնքի մեջ դաջար չկա։ Հայտնություն ովանու կրքի 21-րդ գլխու 22-րդ համարը եւ որ հասնենք սերդելու կամ գարտացեք, այնտեղ գսվի Հովանես Արաքյալը գսե ամենագալ դեր Աստվածը եւ Քարնուկը իրենք էին դաջարը
երկնքի մեջ։ Հետևաբար, երբ որ այստեղ գսե ուրիշ հրեշտակ մի ևս դուրս եկավ երկնքի մեջ գտնվող դաջարեն, կնշանակե որ այս հրեշտակ դուրս եկավ որու կովեն։ Աստուծո կովեն։ Այո, Աստուծո կովեն եկավ։ Եվ ինչ ուներ այս հրեշտակը իր ցերքին մեջ։ Տեսեք ինչ կսե սուր քերանտիմը բացադրեցի անցնող շաբաթի քերանտին ինչի՞ չէ, երկրակորձական ուրեմն գործիք է, որ այսպես գորգլա եւ ծորենը կամ գգդրեն ուրեմն սիրելներ գհնցեն շատ բարի հնցելու կորձիկ է քերանտին եւ արդեն բացադրեցի անցնող շաբաթ եւ այսօր ալ գրտնեցի որ հունցքը կամ քերանտին սուբ գիրքի մեջ խորհրդանիշ է ինչի Թադաստանի շատ բարի նախաբիս մենք տեսանք նաեւ Եվ որ գսերդեինք 14-րդ համարը, մարդու որդին ցերկի մեջ ալ քերանտի գար, եւ հիմա հրեշտակին ցերկի մեջ ալ քերանտի գա։ Ինչու՞։ Որովհետեւ մարդու որդին սիրելներ ինք թադավորն է։ Քերանտին իր ցերկի մեջ կխորտանշե, որ ինք դիեզերքի միակ թադավորն է։ Հովանու Ավիդարանի 5-րդ գլխու մեջ Հիսուս կսե Հայրը թադելու իշխանությունը որու տվավ իրեն որդին ուրեմն դիեզերքի մեջ մեկ թադավոր կա եւ այդ թադավորը Հիսուս Քրիստոս է իսկ հեշտագին ցերքին մեջ քերանտին ինչու համար է որովհետեւ որոմներու արագին մեջ երբ որ գգարտանք Մատթեոսի Ավիդարանի 13-րդ գլուխը այնտեղ սիրելներ որոմներու արագի բացադրության մեջ Հիսուսը ասավ որ աշխարհի գադարածին, աշխարհի վաղճանին, մարդու որդին աշխարհ պիտի ղրգե ովքեր իր հրեշտակները, որբեսի ինչ են հնցեն, եւ նայեցեք, գգարտամ ուղագի Հիսուսի խոսքը։ Հիսուս կսե, ուրեմն Սերնացանի արագի բացադրության, որոմի արագի բացադրության մեջ, Մատթեոս 10-րդ գլուխը 36-րդ համարենը սկսյալ, ես պիտի գարտամ ցեզի 40-րդ համարը։ Արդ, ինչպես որ որոմը գավակեն եւ գրագին մեջ կայրեն, այդպես ալ պիտի բադահի աշխարհի վաղճանին 41-րդ համարի մա։ Այսինքն մարդու որդին իր հրեշտակները պիտի ղրգե, որոնք իր արքայութենեն պիտի հավաքեն, բոլոր անոնք, որոնք հայտակության բաժար գլան եւ չարիք կգործեն։ Ուրգե պիտի հավաքե դերը իր արքայութենեն արքայությունը երկինքն է երկնքի մեջ չարիք կա երկնքի մեջ մարդիկ կան սիրելիներ անիգա հավիդինական երկնքի արքայությունն է իսկ երկրի վրա արքայությունը ուր է եկեղեցին դերը պիտի ղրգե իր հրեշտակները եւ արքայությունեն պիտի որոմներ հանեն որովհետև որոմը եւ ծորենը եկեղեցու մեջ միասին գաչին եւ անցնող շաբաթ ցեզիսի չեք գիտեր որ նույնիսկ ծեր գողքի նստողը ծորենը կամ որոմ անի Աստված գիտե միայն եւ շարունակությունը ու զանոնք պիտի նետեն փոցավար հնոցի մեջ ուր պիտի լան եւ իրենց ագրաները գրջդեն Արաքյալը ինչ կսե Պետրոս Արաքյալ որ Աստված իր Թադաստանը իր դունեն պիտի սկսի իր դունեն պիտի սկսի մեզմե շատ բարի սիրելիներ ամեն մարդ Աստուծո դիմաց պիտի կանգնի անխդիր մեծ կամ փոքր հոգևորական կամ աշխարհական Գաթողիկոս, Պատրիարք, Եպիսկոպոս, Արքեպիսկոպոս, Սարակուն վարդապետ, վարդապետ, քահանա, քերաբայձար, բադվելի, վերաբադվելի, չեմ կեր ինչ դիտոսներ որ կան աշխարհի մեջ Պետական մարդիկ, նախագահ, վարչապետ, նախարարներ, ովքեր որ կան, շինական, ծառա, ազատ, ամեն մարդ Աստուծո դիմաց պիտի կանգնի եւ հաշիվ պիտի տա իր ծածուկ արարքներու մասին, իր խոսքերուն մասին, իր մտածումներուն մասին, ամեն մարդ չկա ոյ մեկը փախուստ
Եվ ահա սիրելիներ հրեշտակի երկինքեն գիչնե հնցելու համար, ցերկի մեջ քերանտի, սուր քերանտի, սուր ինչու համար գործած է սուր, որովհետև սուրը սիրելիներ խորհրդանիշ է ճշմարտության, Աստուծո արդարության մեջ ստություն չկա, եւ սուրը նաեւ ինչի համար է զադելու համար, ճիշտ է, սուր տանագով ինչ կրես, օրինակ խնձորը իրար մեկը բաժնես, կզադես, սուրը, Աստուծո տադաստանը սուր է, այսպես ձուրումուր դեղեր չունի, գարելի չէ գաշարել զաստված, Աստուծո տադաստանը սուր է, վերջ, գգդրե, գզադե, ճշմարտապես, արդարորեն, եւ սուր նաեւ կնշանակե հադու, այսինքն սիրելներ երկսայրի սուր է, Եբրայեցիներու նամակին մեջ 4-րդ գլուխ շատ կարևոր խոսք մը կա սիրելներ, Պիտի գարտամ ցեզի 12 եւ 10-րդ համարները, տեսեք ինչ կսե Բողոս Սարակյալ, խոսելով Աստուծո խոսքին մասին, գսե Աստուծո խոսքը գենթանի է եւ ազդու ավելի հադու, ավելի գհադե, ավելի գդրե, ավելի սուր է, քան ովևէ երկսայրի սուր, երկու գոմ է սուր եղող սուրեն ավելի սուր է Աստուծո խոսքը եւ գտապանցե մարդուս շունչին ու հոգին մեջ մինչև ողն ու ձուձը Եվ գքննե մտածումներն ու սրդին խորհուրդները։ Եվ չկա արարածը, որ Աստուծո դեսողութենեն վրիբի։ Անիգա բարձ ու հստակ կտեսնե ամեն ինչ իրենց ամբողջ մերգությամբ եւ անոր է որ հաշիվ պիտի տանք։ Աստուծո է որ հաշիվ պիտի տանք։ Սատանան գիտեք ինչ կնես սիրելիներ։ Սատանան մեզ միշտ կքաչալերե որ մեղք գործենք, միշտ։ Եվ երբ որ մեղք կգործենք, սատանան սիրելիներ մեր մեջ կբերե ինչ։ Ամոթի զգացումը եւ երբ պիտի խոստովանենք, սատանան գսե ամոթ է, գբախարակվիս, գխայդարակվիս, աշխարհով մեկ խայդարակվիս, չլա որ խոստովանիս։ Եվ հետո ինչ կնես գծածկես։ Գծածկես 1, 2, 10, 20, 100, 1000 գծածկես եւ վերջ Հիսուս ինչ ասավ չկա աշխարհի մեջ ծածուկ բամը որ հայտնի չլա եւ քաղտնի բամը որ Երևան չելե ու երբ որ Երևան գելե այն ադեն ավելի խայդարակ կլաս իսկ Աստված ինչ կսե դեր Հիսուս ինչ կսե զաբագս մեղք մի կործեր մեղք կործելով իմ սիրտս կցավցնես մեղք կործելով զիս դարձյալ խաչը գանես Մեղքը գիտեք ինչ է սիրելներ։ Մեղքը դարբեր բնորոշումներ կատարել են առաջ եւ վերջ, մեղքը մեկ բառով Աստուծո թեմ ըմպոստություն է։ Ըմպոստություն։ Որովհետեւ երբ որ մեղք պիտի կործես, գիտես որ մեղք է, չէ՞։ Եվ գիտես որ մեղք կործելով Աստուծո բادվիրանը պիտի գդրես։ Ճիշտ է։ Ուրեմն ինչ կնես։ Գսես Աստուծո, գիտեմ որ ասիկա մեղք է, գիտեմ որ այս մեղքը կործելով քու բادվիրան պիտի գդրեմ, բայց ես պիտի գդրեմ ըմպոստություն։ Ըմպոստանալ է Աստուծո թեմ մեղանչելով։ Եվ սակայն Աստված տեսեք սիրելիներ այնքան բարի է որ գսե, երբ որ մեղանչենք, խոստովանեմ մեղքերդ, որ ներեմ Ես Եզեկիել մարգարեին բերնով դերը գսե 18-րդ գլուխ 32-րդ համար 23 եւ 32 համարները գսե ես մեղավորին մահը եւ գորուստը չեմ ուզեր այլ անորդ հարցը եւ փրկությունը եւ դերը գսե մարգարեին բերնով խոստովանեմ մեղքերդ գներեմ ու հավիդյան չեմ իշեր Սիրելիներ երբ որ մեր մեղքերը խոստովանենք այն ադեն ազատություն կստանանք այն ադեն գաբանքներեն գցերպազատենք Իսկ որքան մեղքի մեջ ըլանք, որքան չխոստովանենք, այնքան մեղքը սիրելիներ մեզ պիտի գաբե ու ավելի խայդարակ պիտի ըլանք։ Ասիկա ամենքս պետք է իմանանք։ Սկսյալ ինձ մե, որպես հոգևորական եւ բոլորս։ Որքան մեր մեղքը ծածկենք,
խայդարակ վիդելանք։ Իսկ ան որ սիրելներ մեղքը մինչև վերծածկե, գիտեք ինչ վիդլա, հավիդենական Թադաստանի ժամանակ խայդարակ վիդելա։ Ատամենը սկսյալ մինչև աշխարհի վերջին ծնունդը պիտի իմանա մեր մեղքի մասին։ Եվ այն ադեն դիեզերական խայդարակություն։ Սիրելներ, հիմա պիտի տեսնենք, թե ինչ Թադաստան պիտի ելա մեղավորներու նկատմամբ։ Անցնիմ հաջորդ համարի սերդողության, 18-րդ։ Հետո ուրիշ հրեշտակը, որ գրագին վրա իշխանություն ուներ, զոհասեղանեն դուրս ելավ եւ բարձրացային աղաղագեց սուր քերանտի ունեցող հրեշտակին ըսելով. «Ղրգե սուր քերանտիդ եւ քաղե երկրին այքին ողգույզները, որովհետեւ խաղողը հասունցած է»։ Սիրելիներ, մենք երբ որ հրեշտակներու մասին կխոսենք, հաճախ կգարձենք, որ հրեշտակները այս աշխարհեն, այս մթնոլորտեն, երկրի մթնոլորտեն վեր էյակներ են, որոնք գտրչին, ինչ կնեն։ Ինչ կնեն անոնք սիրելներ, որովհետև ոչ թե հազարավոր հրեշտակ կա, այլ միլիոնավոր հրեշտակ կա, անթիվ անհամար հրեշտակներ կան։ Որքան երկնքի մեջ աստղեր կտեսնեք, անոնց մե ավելի հրեշտակներ կան։ Ինչ կնեն այս հրեշտակները երկնքին մեջ։ Սակայն հրեշտակներ միան պարապանության համար չեն։ Աստված զանոնք որպես ծառահոգիները ստեղծած է իրեն համար, այո, Եբրայեցիներու նամակի առաջին գլխու 7-րդ համարի մեջ, տեսեք այս մասին առաքյալը գսե, գգարտամ եւ այս խոսքը, որ առաքյալը գիշես սիրելներ, առաջին գլուխ 7-րդ համար, առնված է 104-րդ Սաղմոսի 4-րդ համարեն, գսե Աստված իր հրեշտակները ստեղծեց որպես պատկամավոր հոգիներ եւ իրեն ծառայողները գրագի փոցի պես։ Շատ բարի դերը ստեղծեց սանոնք որպես պատկամավորներ։ Պատկամավորներ կնշանակե, որ սիրելներ հրեշտակները պատկամավորություն կնեն։ Որոնց մեզի աբրիկ։ Ուրեմն հրեշտակները սիրելներ միայն երկնքի մթնոլորտին մեջ չեն, այլ հրեշտակները նաև ուր են։ Հոս են։ Մեզի հետ են, որովհետև ամեն մարդ որ ծնի Աստված անոր ինչ կուտա։ Բաբան հրեշտակ կուտա։ Ամեն մարդ որ մեռնի, Աստված ուրիշ ինչ կղրգե։ Հրեշտակներ, որ այդ հրեշտակները ինչն են։ Առաջնորդ են, օթևան, երկրային օթևան առաջնորդ են մարդոց։ Տեսեք նույն Եբրայեցիներու նամակի առաջին գլխու 14-րդ համարի մեջ գսե առաքյալը։ Չէ որ հրեշտակները Աստուծո ծառայող հոգիներ են եւ իր կողմէ կղրգվին օգնելու համար անոնց, որոնք փրկությունը պիտի ժառանգեն։ Եվ սակայն սիրելներ հրեշտակները միայն մարդոց օգնողներ չեն։ Հրեշտակներն յուրաքանչյուրը բարդականություններ ունին։ Բարդականություններ ունին այս երկրի ամեն դարին վրա, դարերուն վրա հսկելու։ Օրինակ, մենք երբ որ սերդեցինք սիրելներ 7-րդ գլուխը, այս հայտնությունով անու, առաջին գլխու մեջ տեսանք, թե հրեշտակ մի ելավ եւ հովերու հրեշտակներուն սավ բռնեցեք հովերը, չթողեք տակավին։ Ուրեմն հովերու հրեշտակներ կան։ Մենք հաջորդ 16-րդ գլխու մեջը պիտի տեսնենք սիրելներ, որ 5-րդ համարի մեջ, որ ճուրերու հրեշտակ կա, ճուրերու բահբանության հրեշտակը կա։ Որովհետև երևակայեցեք, որ եթե հրեշտակները բահբանություն չնեն հովերուն, ձովերուն, ճուրերուն, սատանան ինչ կնե։ Ամեն ինչ կգործանե։ Երևակայեցեք, որ խմելու ճուրերուն վրա սատանան թույն թափե։ Ով գաբրի։ Հետևաբար գտեսնեք, որ ամեն ինչի բահբան հրեշտակը կա, նույնիսկ քաղաքներու բահբան հրեշտակը կա, նույնիսկ եկեղեցիներու բահբան հրեշտակը կա։ Հիշեցեք, որ այս 7 սկիզբը, որ սերդեցինք երկրորդ եւ երրորդ գլուխներու մեջ, 7 եկեղեցիներուն, որ ուղղված էր այս հայտնությունը, որոնց ուղղված են 7 եկեղեցիներու հրեշտակներուն։ Իսկ այստեղ նայեցեք ինչ հրեշտակ կա։ Ինչ իշխանություն ունեցող հրեշտակ։ Գրագի
գրագի իշխանություն ունեցող հրեշտակ։ Ուրեմն գտեսնեք, որ հրեշտակները զանազան բարդականություններ ունին։ Ասկարացեզի ասած եմ, որ հրեշտակները 9 դասագարքերը բաղկացած են։ Ամենեն 3 դասագարքերը, որոնք կոչվին առաջին քահանայապետություն, Աստուծո ամենեն մոդիկներն են։ Հետո գուքան մյուս 3 դասերը, որ կոչվին երկրորդ քահանայապետություն, եւ ապա գուքան սիրելներ վերջին դասերը, որ կոչվին երրորդ դասի, որոնք կոչվին երրորդ քահանայապետություն։ Առաջինները սերոֆեներ, քերոպեներ եւ աթորներն են։ Երկրորդը դերություններ, իշխանություններ եւ զորություններն են։ Երրորդը բեդություններ, հրեշտակապետներ եւ հրեշտակներ։ Ահա սիրելներ կտեսնեք, որ ամբողջ դիեզերքը հրեշտակներու հսկողության դակ է։ Ամբողջ դիեզերքը։ Եվ այս բոլորը ինչու համար գսեմ, որովհետև դերը սիրելներ իր երկրորդ քալուստին հրեշտակները պիտի ուղարկե, որպեսզի հունց կգադարեն։ Հունց կգադարեն։ Եվ տեսեք այստեղ ինչ կսե։ Նաև այս լսեմ վերջ անցնիմ, հրեշտակները սիրելներ կբայկարին թևերուն թեմ։ Հիշեցեք, թևերուն թեմ սատանային թեմ բայկարող ամենամեծ հրեշտակապետը ով է։ Միքայել հրեշտակապետ։ 12-րդ գլուխը Սերդածադին տեսանք, որ Միքայել հրեշտակապետը բայկարեցավ Արուսիագին թեմ եւ բարդության մատնեցինք։ Սիրելներ, եթե հրեշտակները, մեր հրեշտակները թևերուն թեմ չբայկարին, մենք գիտեք ինչ կլանք։ Հիշեցեք Հիսուս ինչ ասավ Սիմոն Պետրոսին. Սիմոն, սատանան քեզ ուզեց ծորենի պես մաղի անցնել։ Սատանան գրնա մեզ մաղի անցնել։ Բայց դերը սիրելներ իր հրեշտակներով մեզ կպահպանե։ Եվ որ քնացած եք, չբադացեզի սիրելներ, որ քունի ժամանակ հանգարց սկացրեք, որ ծեր ցերկերը եւ ոտքերը գաբվեցան։ Ու ծեր աչքերը գվախնակ բանալու, որովհետև գսկակ, որ չար ոգիմը նստեր է ծեր վրա։ Ցերկերիդ վեր պիտի փարսացնեք, չեք կրնար։ Աչքերիդ պիտի փանակ, գսարսափիկ։ Ինչ մադայեցավ։ Չար ոգի ներկայություն է։ Եվ ամենչապես ինչ։ Նույնիսկ երբ ծեր մտքի մեջ են հավատքով գսեք հանուն հոր եւ որդվո եւ ոգվին սրբո, դեր Հիսուս այս չար հրեշտակը հերացուր ինձ մեջ չար ոգին, ամենչապես կերանա ով կբայկարի։ Աստուծո հրեշտակը, մեր բաբան հրեշտակը։ Մեր բաբան հրեշտակն է, որ մեզ գարաշնորհ է սիրելներ, որ ճիշտ ընտրություններ կատարենք եւ սիրտը կնեղանա, երբ որ մենք չար ընտրություններ կկատարենք։ Հիմա այստեղ գրագի վրա իշխանություն ունենալ, այս բացատրությունը ինչ կնշանակե գրագի վրա իշխանություն ունենալ։ Սիրելներ հստակ չեն գիտեր, բայց գիտենք, որ գրագը Սուրբ Գիրքի մեջ խորհրդանիշ է դարձյալ ինչի, Թադաստանի։ Ուրեմն երբ որ այստեղ գսե իշխանություն ուներ գրագի վրա, կնշանակե, որ սիրելներ, որ այս հրեշտակը Աստուծո Թադաստանը արդեն հայտնող հրեշտակն է։ Ճիշտ է։ Եվ նաև հետաքրքրական է, երբ որ մենք գսերդենք սիրելներ 8-րդ գլուխը, 8-րդ գլխու 5-րդ համարին մեջ գտեսնենք դարձյալ հրեշտակը, որ շատ կարևոր գործ մը կգադարե։ 8-րդ գլուխ 5-րդ համար։ Գսե, ապա հրեշտակը խնգամանը լեցուց զոհասեղանին գրագեն եւ նետեց զայն երկրի վրա։ Ուրեմն այս հրեշտակը, որ գրինալալ նույն հրեշտակն է, դարձյալ գրակ կնետե երկրի վրա։ Ինչն է այդ գրակը։ Աստուծո Թադաստանը։ Շատ լավ։ Հարցում, շատ կարևոր հարցում։ Ուրեմն քիչ առաջ ասենք, որ հրեշտակը, առաջին հրեշտակը որ տեսանք, Աստուծո դաջարեն դուրս եկավ։ Ճիշտ է։ Եվ ասի, որ Աստուծո դաջարեն դուրս գալ կնշանակե Աստուծո կովեն գալ։ Այս հրեշտակը ուր եկավ։ Աստուծո կովեն, Աստուծո դաջարեն։ Գարտանք, նայեցեք ինչ կսե։ Հետո ուրիշ հրեշտակը, որ գրագին վրա իշխանություն ուներ, զոհասեղանեն դուրս ելավ։
Զոհասեղանեն դուրս ելավ։ Ինչ է զոհասեղանը։ Ինչ զոհասեղանի մասին է խոսքը։ Երբ որ սիրելիներ, երբ որ մենք սերդեինք հայտնություն Հովանու 6-րդ գլուխը եւ 6-րդ գլխու 9-11 համարները սերդեինք, այնտեղը շատ կարևոր բան տեսանք։ Երբ անիգա 5-րդ գնիկի բացումներ։ Ուրեմն երբ որ 5-րդ գնիկը բացվեցավ, գգարտամ ուղագի նայեցեք խոսքը, երբ Քարնուգը 5-րդ գնիկը բացավ, զոհասեղանին դակ դեսա հոգիները այն բոլոր մարդոց, որոնք սպանված էին Աստուծո խոսքին իրենց հավատարմության եւ դված վկայության համար։ Ուրեմն Աստուծո երկնքի զոհասեղանին դակ գտնվին որոնց հոգիները։ Նահատակներուն, մարտիրոսներուն հոգիները։ Ճիշտ է։ Եվ այնտեղեն ինչ կսեին բարձրացային այդ հոգիները։ Մինչև երբ պիտի սպասես սուրբ եւ ճշմարիտներ, երբ պիտի տադես երկրի բնակիչները եւ մեր արյան վրեժը պիտի լուծես, երբ։ Եվ ինչը սպեցավ անոնց։ Եվ անոնց մե յուրաքանչյուրին ջերմակ բարեկոտ մդրվեցավ եւ անոնց սվեցավ որ գարջ ժամանակ մը եւս հանգիստնեն մինչեւ որ ամբողջանա թիվը իրենց ծառայագիցներուն եւ եղբայրներուն որոնք իրենց նման պիտի սպաննվեին։ Ուրեմն սիրներ այստեղ զոհասեղանին դակ գտնվողները ովքեր են մարտիրոսները եւ ինչ որ խնդրած էին Տիրոջ մե դեր մինչեւ երբ պիտի սպասես եւ մեր արյան վրեժը լուծես Եվ դերը սա ձեր քիչի գալը սպասեցեք, երբ որ այս ռեշտագը այդ դեղեն եկավ, ուրեմն ժամանակը հասած համարվեցավ։ Ժամանակը եկավ։ Նաև երկրորդ իմաստ ունի զոհասեղանը։ 8-րդ գլուխը, երբ որ գսերդեինք, 3-րդ համարի մեջ զոհասեղանը նաև ուրիշ իմաստ ուներ։ Ինչ։ Գգարտամ 3-րդ համարը, ուրիշ հրեշտակ մնալ, որ ցերկին ոսկի խնգաման ուներ, եկավ գեցավ զոհասեղանին մոտ։ Ասիկա այն հրեշտակն է, որ երկրին վրա զոհասեղանին գրակ տապեց։ 5-րդ համարը գարտացիք չարաջ, հիմա գգարտամ ցեզ 3-րդ համարը։ Նայեցեք ինչ է։ Անոր արատ խունկ դրվեցավ, որբեսի Աստուծո անդրիալներուն աղոտները մադուցանե ոսկեղեն զոհասեղանին վրա, որ գտնվի քահին դիմաց։ Ուրեմն զոհասեղանը նաև ինչ է, այն վայրն է, ուր հավատացյալներուն աղոտները, սուրբերուն աղոտները կբարձրանան։ Երկուքն ալ նույն բանն են։ Թե մարտիրոսներուն աղոտքը, թե ողջերուն երկրեն երկինք բարձրացած աղոտքը ինչ է։ Արդար դեր, երբ թադաստան պիտի դեսնես, երբ դեր, երբ պիտի կապու արկայությունըդ, և վերջ տնես այս անարդարությանց, այս մեղքերուն, երբ դեր, ահա սուրպերը մեկ կոմեն զոհասեղանին դակ, մյուս կոմեն երկրի վրայի սուրպերը երկին կպարսացնեն աղոտք, և անոնց աղոտքը կեդին չինգավ, Անոնց աղոտքը անպատասխան չմնաց, անոնց աղոտքը մարդկային օրեն ուշացավ, բայց հիշեցեք, անցնող շաբաթ ցեզի խոսք մնսի, Աստված երբեք չաջաբարեր եւ երբեք չուշացներ։ Աստված երբեք չաջաբարեր, երբեք չուշանար։ Իր պատասխաննալ Աստված երբեք չաջաբարեր, երբեք չուշացներ։ Աստված իր աստվածային որոշած ժամուն ամեն ինչի պատասխան ուտա։ Եվ հիմա սիրելներ ահավասիկ իջավ հրեշտակը ուրգե զոհասեղանեն, ճիշտ է։ Զոհասեղանին ուրեմն զոհասեղանեն դուրս ելավ եւ ինչ հրավ բարձրացային աղաղագեց նախ իր հեղինակությունը ցույց կտա Եթե պսպսացող լար այս հրեշտակը, մենք ամիջապես պիտի գիտնայինք, որ այս պսպսացողը ով է։ Սատանան աբրիկ։ Աբա ասիկա սատանան չէ քավլիցի, այլ ով է։ Հրեշտակ։ Հրեշտակը ինչպես կխոսի։ Բարձրացային, որ կնշանակե իր հեղինակությունը, իր զորությունը, Աստուծո գոմե եկածը բարձրացային կխոսի։ Ադորամար Հիսուսը սա իր առաքյալներուն, ինչ որ ցեզի Արանցին խոսեցա, կացեք և
բարձրացային հրաբարակներու վրա ինչ եք դարաձեցեք սիրելիներ Աստուծո խոսքը բարձրացային պետք է խոսիլ Մեկ ինձ որ մսավ հայր Բարտև ինչու համար բարձրացային գխոսիս գհոգնիս քիչմը ռիլաքս Սիրելիներ ցերկս չէ Աստուծո խոսքը չեմ գրնար ցածայնով խոսիլ Աստուծո խոսքը իմ մեջս այնպիսի զորությամբ ու կա որ ես այդ զորությունեն պիտի բայթիմ պետք է խոսիմ բարձրացային իսկ երբ որ մեղք գուքա այն ադեն է որ սիրելիներ կսկսիմ ցայնս ցածնել Ասիկա սիրելիներ Աստուծո զորությունն է Աստուծո խոսքը բարձրացային պետք է խոսիլ այսինքն հստակ հեղինակությամբ ոչ թե բորոդախոսությամբ ոչ թե հբարդությամբ այլ հեղինակությամբ որտեղ Հիսուս երբ որ գխոսեր ամենքն ալ գզարմանային որ ինչպիսի հեղինակությամբ գխոսեր Տերը Եվ սիրելիներ Այս աշխարհի մեջ Դժբախտաբար մարդիկ որ իրենց ցանկի նպատակը հրած են չարչարել նեղություն հասցնել բոլորին Դեր Հիսուս Քրիստոս նույնիսկ Հովանու Ավետարանի մեջ կսես սիրելիներ իր առաքյալներուն որ Մարդիկ պիտի հալածեն ու չարչարեն ցեզ Եվ ասիկա պիտի ենեն սիրելիներ գսե Հիսուս գարձելով որ Աստուծո ծառայություն կմատուցանեն Գգարտամ Հիսուսի խոսքը Հովանես 16-րդ գլուխ Երկրորդ համար Իրենց ժողովարաններեն դուրս պիտի տնեն ցեզ եւ ժամանակ պիտի կա երբ ով որ ցեզ սպաննե պիտի գարձե թե Աստուծո ծառայություն կմատուցանե Այսօր սիրելիներ հատկապես իսլամները ասոր մեջը շատ վարպետ են Իսլամները գսպաննեն Ալլահին անունով եւ կգարձեն որ Ալլահին ծառայություն մատուցած կլան որովհետեւ մարդիկ մեզ անհավատ քաֆեր կնկատեն մեղավոր անհավատ թուրքերը մեզի գսեին գյավուր Սիրելիներ, բայց գիտեք ինչ պիտի Աստուծո արտարությունը։ Եվ որ դերը ըսավ զոհասեղանին դա գտնվող հոգիներուն քիչ գալը սպասեցեք, մերը սպասումը, հավատացյալներունը սպասումը պիտի վարձատրվի։ Եվ այս մասին երկրորդ Թեսաղոնիկեցներուն նամակի առաջին գլխու 5-10 համարներու մեջ Պողոս առաքյալ շատ կարևոր խոսք մը գխոսի։ Տեսեք ինչ կսե, եւ ասիկա ցեզի քաչալիրանք թողոլա։ Ձեր համբերությունն ու հավատքը աբացույցը պիտի լան Աստուծո արդար Թադաստանին, որովհետեւ դուք արժանի պիտի լաք Աստուծո արկայության, որուն համար այդքան գդանչվիք։ Արդարև Աստուծո համար արդարություն պիտի լա ցեզ չարչարողները դանչանքով բաժել, իսկ ցեզի դանչվածներուդ հանկիստ բարգեվել մեզի հետ միասին, երբ մեր Տերը Հիսուս Քրիստոս հեշտակներու իր բանակով երկինքեն հայտնվի։ Անիկա փոցավար գրագով պիտի բաժե անոնք, որոնք կմերժեն Աստված ճանչնալ եւ հնազանդին մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ավետարանին։ Այն օրը այդպիսիները հավիտենական մահվան պիտի բաժվին, զրկվելով Տիրոջ ներկայութենեն եւ անոր փառավոր զորութենեն։ Երբ անիկա կա իր սուրբերու մեջ փառավորվելու եւ բոլոր իրեն հավատացողներուն հիացումին արարգան ըլլալու։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստուծո համար արդարություն պիտի լա ցեզ չարչարողները դանչանքով բաճել։ Որու հետ խոսեցավ այս հրեշտակը։ Մյուս հրեշտակին հետ, որ նախաբես տեսանք 17-րդ համարի մեջ, որ իր ցերքի մեջ ինչ ունե։ Կերանտի, այսինքն սիրելներ հունցքի ժամանակը հասած է և անոր ինչ ըսավ, ղրգե կերանտիտ,
Հունցքի ժամանակն է արդեն։ Նորեն գարտանք, ղրգե սուր կերանթիտ և կաղե երկրի այքին ողգույզները, որովհետև խաղողը հասունցած է։ Այքեգուտքի ժամանակը հասավ։ Գիտեք ինչ կնշանակե այքեգուտք։ Այքեգուտք կնշանակե սիրելներ խաղողի հնցելու, քաղելու ժամանակը։ Ծորենին հնցելու ժամանակը գսենք հունցք, իսկ խաղողը քաղելու ժամանակը գսենք հայերենով այքեգուտք։ Գեղեցիկ բառ է, սորվեցեք։ Այքեգուտքի ժամանակն է։ Եվ այքեգուտքի ժամանակը սիրելիներ խաղողները կքաղվին։ Ովքեր են խաղողները այստեղ։ Խաղողները սիրելներ չար մարդիկն են, ամպարիչներն են, ուրգե գիտենք, որովհետև նախ կերանթիով պիտի քաղվին, սուր կերանթիով, երկրորդ հասունցած են կգոչվին, եւ պիտի տեսնենք, որ սիրելներ հաջորդ համարներում մեջ պիտի ջզմվին։ Հետևաբար այս խաղողները գխորհրդանշեն այստեղ ովքեր չար մարդիկը, որոնք քիչ առաջ ինչպես որ գարտացի Պողոս Արաքյալի խոսքը, որոնք սիրելներ այս երկրի վրա քրիստոնյաներուն արյունը խմեցին, Աստված անոնց արյունը պիտի ջզմե, անոնց արյունը պիտի ջզմե։ Եվ տեսեք, ուրիշ հետաքրքրական բան մը գա այստեղ։ Ուրգե գիտենք, որ չար մարդոց մասին է։ Այստեղ գսե ղրգե սուր կերանթիտ և կաղե այքիին ողգույզները, այդպես գսե, ոչ, չսեր կաղե այքիին ողգույզները, այլ գսե կաղե երկրի այքիին ողգույզները։ Հայտնություն օմանու կրկի մեջ երգիրը սելով ինչը գասկծվի, մեղավոր աշխարը, սատանայի աշխարը։ Հետևաբար երկրի այքիին ողգույզները, խաղողները կնշանակե այս աշխարհի մարդիկը։ Եվ ինչպես որ սիրելներ, հունցքը Դադաստանի պատկերը կնշանակե Սուրբ Գիրքի մեջ, այդպես ալ այքեգուտքը, խաղող քաղելը Դադաստանի պատկերը ունի։ Հովելի մարգարեության մեջ 5 դագարանի 3-րդ գլխու 10-րդ համարի մեջ այս երկու պատկերները հունցքի եւ այքեգուտքի միասին կգործածվին, գսե Հովել մարգարեն։ Մանկաղը երգնցուցեք, քանզի հունցքը հասած է։ Եկեք իջեք, քանզի հնցանը լեցվեցավ, ուր որ խաղողը գավակեն։ Ավազանները գողորտին, քանզի անոնց չարությունը մեծ է։ Սիրելներ, հետաքրքրական է, որ Աստվածաշունչի մեջ 3 որդադունգերու մասին կխոսվի։ 5 դագարանի մեջ որդադունգի մասին խոսվի։ Գիտեք 5 դագարանի մեջ ով էր որդադունգը։ Եբրայեցի ժողովուրդը, Իսրայելը։ Աստված զինք որպես որդադունգ Եգիպտոսեն հանեց, դնգեց, որպեսզի բդղապերեր եւ Աստուծո փառքը դարածեր։ Իսրայելի ժողովուրդը սիրելներ Աստուծո փառքը դարածեց, ոչ։ Ադորամար Աստված ինչ ըրավ, գդրեց այդ որդադունգը եւ մերժեց, գործանեց այն։ Երկրորդ որդադունգը, որուն մասին գխոսվի, Հիսուս ինքն է։ Հիսուս Հովանու Ավիդարանի 15-րդ գլխու առաջին 5 համարներու մեջ կսե. Ես եմ որդադունգը եւ դուք ջուղերը։ Ով որ ինձի միացած կմնա, արատ բդուղ կուտա։ Իսկ ով որ ինձ միացած չի մնար, ինչ կլա, կգդրվի եւ գրա կգնեդվի։ Երրորդ որդադունգը այստեղ գիտեք ովքեր են։ Չար համագարքը աշխարհի։ Աշխարհի չար համագարքը որդադունգ է, որ սիրելիներ առաջին Պապելոնենը սկսյալ, երբ որ Պապելոնի աշտարակաշինությունը եղավ, ինչու համար շինեցին մարդիկ Պապելոնի աշտարակաշինությունը, որբեսի Աստուծո թեմ ելնեն, եւ Աստուծո թեմ ելնեն եւ սիրելներ այդ երբ որ աշտարակը քանթվեցավ, մարդիկ թատրեցան Աստուծո թեմ ելնեն, ոչ։ Պապելոնը գշարունակվի մինչև այսօր
եւ այսօրվնե պիտի շարունակվի մինչեւ աշխարհի վաղճանը եւ մենք երբ որ սերդենք 19-րդ գլուխը այնտեղ պիտի տեսնենք որ սիրելներ դերը պիտի գործանե ինչը Բաբելոնը նույնիսկ 17-րդ գլուխը Բաբելոն ինչու Բաբելոն կգոչվի բոլոր ժամանակներու չար աշխարհի համագարկը կգոչվի Բաբելոն ինչու որովհետև առաջին Բաբելոնը Աստուծոթեմ ելավ եւ ամեն ժամանակներու չար համագարկերը կգոչվին Բաբելոններ եղբայրներ եւ քույրեր այս Բաբելոնը օրե-օր պիտի Աստուծոթեմ ավելի ըմպոստանա այս համագարկը օրե-օր սիրելներ ավելի մեղքերու մեջ պիտի արմադավորվի մինչեւ որ դերը կա եւ գդրե այս որդադունգը ինչպես որ կտեսնենք այս վերջին դողը նայեցեք որովհետև խաղողը հասունցած է ասով ինչը սել գուզվի քանի որ ասի որ խաղողը ովքեր են այստեղ մեղավորները հետևաբար երբ որ գսվի խաղողը հասունցած է կնշանակե որ մեղավորները իրենց մեղքերու քակատնագետին հասած են սիրելիներ գուզեմ հստակ երբով ամենքդ իմանաք աշխարհը թեբի լավը բիդի չերտա աշխարհը օրե-օր թեբի ավելի վադը բիդի երտա ավելի մեղքը բիդի երտա մինչև որ հասնի իր ինչին իր մեղքի քակատնագետին մինչև որ սիրելիներ աշխարհը իր մեղքի բաժակը լեցնե եւ աշխարհը որքան մեղքի բաժակով լեցվի այնքան Աստուծո փարգության բաժակը ինչ միլա բիդի հորթի մարդոց վրա եւ իսկապես նայեցեք 21-րդ տարը գաբրինք 21-րդ տար որ աշխարհի ամենեն զարգացած տարն է ճիշտ է չէ ամենեն զարգացած Կիդությամբ, արվեստով, արհեստով, ամեն ինչով 21-րդ տարուն սիրելիներ մեղքերը բաքսած են թե ոչ ավելցած են բادرազները բաքսած են թե ոչ ավելցած են ավելի վադացած են եթե անցյալին սիրելիներ սուրով կգրվեին այսօր մեկ ռումբը գրնա դասնյակ հազարավոր մարդիկ սպանել մեկ ատոմական ռումբը գրնա ամբողջ աշխարհի ինչնել գործանել եւ ասկարացած եմ ցեզի մի հավատակ երբ որ աշխարհի ղեկավարները քովի գուքան խաղաղության անունին դակ մի հավատակ աշխարհի ղեկավարները խաղաղութենեն գվախնան աշխարհի ղեկավարները աշխարհի վրա խաղաղություն չեն գրնար բերել եթե գարենային բերել Հիսուս պիտի չսեր Հովանու Ավիդարանի 14-րդ գլխու 27-րդ համարի մեջ որ իմ խաղաղությունը սկուդամ ցեզի որ աշխարհի խաղաղութենեն դարբեր է Հիսուսի խաղաղություն ունենք մենք սիրելներ խաղաղ աշխարհի մեջ երբեք պիտի չապրենք բայց մենք անխաղաղ աշխարհի մեջ Քրիստոսի խաղաղությամբ կրնանք ապրիլ որ աշխարհի խաղաղութենեն դարբեր է անորամար Հիսուս շարունակեց եւ ասավ մի խռովիկ եւ մի վախնակ մենք կրնանք սիրելիներ այս խռոված աշխարհի մեջ այս բادرազմ աշխարհի մեջ Քրիստոսի խաղաղությունը մեր մեջ ունենալ եթե Քրիստոս ունենք մեր մեջ հաջորդ համարի սերդողության անցնենք 19-րդ հրեշտակը իր քերանտին ցկեց երկրի վրա եւ քաղեց խաղողը ունեցեց Աստուծո փարգության մեծ հնցանին մեջ ուրեմն երբ որ զոհասեղանեն դուրս եկող հրեշտակը նույն հրեշտակին բարձրացային ասավ ղրգե քերանտիտ եւ քաղե խաղողը այկեգուտ կդարե որովհետեւ հասունցած է արդեն խաղողը այս հրեշտակը նախկին հրեշտակը որ ցերկի մեջ քերանտի ուներ ինչ էր համացայն էր որովհետև հրեշտակները սիրելներ Աստծո կգադարեն ուրեմն քանի որ եկած է Աստուծո դատաստանի ժամանակը իր քերանտին ղրգեց աշխարհ քերանտին աշխարհ ղրգեց որբեսի սիրելներ ինչն է քաղե խաղողը այկեգուտ գադարե եւ նայեցեք ինչ կսե այստեղը եւ նեդեց ինչի մեջ
Աստուծո փարգության մեծ հնցանի մեջ։ Եթե այս խաղողները արդար մարդիկը լային, Աստուծո փարգությունը արդար մարդոց վրա պիտի տապվեր, ոչ, ընդհակառակը Հիսուս պիտի ասի արդար մարդոց եկեք հորս օրհնյալներ, եկեք ժառանգեցեք երկնքի առկայությունը։ Իսկ Աստուծո փարգություն, սիրելիներ, Աստված շատ համբերող է, շատ։ Մենք մարդոց համար գործածենք, եւ որ մեկը շատ համբերող է, գսենք հոփի համբերություն, չէ՞։ Որովհետեւ իսկապես որ աշխարհի մեջ, ինչպես որ աշխարհի մեջ մարդոց մեջ ծնածներու մեջ ամենեն իմաստունը ով եղած է, Սողոմոնը, անորոմար զիկը գոչենք ինչ, Սողոմոն իմաստուն։ Իսկ համբերողներու մեջ ամենեն շատ համբերող ով եղած է, Հոբը, անորոմար գսենք հոփի համբերություն։ Աստված ոչ միայն համբերող է, բարսպար է, համբերող, այսին բարսպար մարդկային բառս եմ։ Աստուծո համար ուրիշ բառ կորցած է, երգայնամիտ, այսինքն չափազանց համբերող, չափազանց, աներևակայելի ցեվով համբերող։ Ադորամար եւ որ մարդիկ գտշկոհեին սիրելներ որ երբ պիտի կա Քրիստոսի կալուստը, երբ պիտի կա Քրիստոսի կալուստը, ահա արդեն դարիներ անցան եւ Քրիստոսի կալուստը չեկավ, Պետրոս Արաքյալ գսե սիրելներ իր երկրորդ Պետրոսի նամակի 3-րդ գլխուն մեջ 9-րդ համար դերը չուշացներ իր խոստումին գդարումը, այնպես ինչպես ոմանք հասկանան ուշացումը, դերը բարձաբես համբերադարություն ցույց կուտա ցեզի հանդեպ, որովհետև չուզեր որ ովևէ մեկը գործվի, այլ գուզե որ բոլորնալ աբաշխարելու արիթ ունենան։ Ահա սիրելներ տեսեք Աստված որքան գամբեր է։ Այլապես մենք սիրելներ Աստուծո բիդեսենք, դեր ինչու համար չես սպաներ մեր թրացիները։ Ինչու չես սպաներ ազերիները, ինչու չես սպաներ թուրքերը, ինչու չես սպաներ։ Աստված սիրելներ համբերություն ցույց կտա, որովհետև գուզե որ բոլորնալ փրկվին, աբաշխարեն փրկվին։ Հիմա այստեղ գսե ուրեմն հրեշտակի իր կերանտին սկեց երկրի վրա եւ քաղեց խաղողը ու նետեց։ Ուրեմն հունցքը նայեցեք այքեգուտքը հավաքել է սիրելներ եւ դերմը, ուրեմն ներողություն գդրել է եւ հավաքել է։ Գդրեց հիմա հրեշտակը, այքեգուտ կատարեց, խաղողները, ողգույզները գդրեց, հավաքեց, բայց նետեց ինչի մեջ, հնցան, գիտեք ինչ է հնցանը, եւ որ փոքրիկ էինք, վանքի աշակերտ էինք սիրելներ, մեր վանքը Լիբանանի մեջ հսկա բարդեզմ ուներ, խաղողի այգիմ ուներ, ամեն տարի սեպտեմբերին խաղողը գավակեինք մենք աշակերտներով եւ ուրեմն մեծ ավազամ ունեինք, հնցան է ադիկա, հնցանը սիրելիներ, ուրեմն կետնին մեջ պորված կլա կամ կետնին բարձր քարերով ձեպված, շարված, ավազանի պես, այսպես պոսմը, որու մեջ խաղողը գլեցնեինք եւ այդ հնցանին վրա երգատ մտրված էր, գոշիկնիս կանեինք, կուլբանիս կանեինք, երգատը կբռնեինք, հնցանի մեջ կմտնեինք եւ կսկսեինք ինչնել, խաղողը ջզմել։ Հիմա պիտի հարցնեք, որ հայրբարդե ոտքենիդ կլվայիք, ինչ կապ ունի, կարևոր չէ, անգերց ոչ չէինք նվար, կուրբանները կակվեինք, հնցանի մեջ կմտնեինք։ Ուրեմն սիրելներ այդ հնցանը քիչ ավելի բարձր գլար, խողվակ մը գլարաբա, ուրիշ հնցամը կամ ուրիշ դաս մտրված գլար դագը, եւ որ խաղողը գգող կրդեինք, խաղողին հյութը գտապեր այդ հնցանին մեջ, խաղողի քաղցու գսեն հայերնով, հյութ, եւ այդ դաշտի մեջ կհավաքվեր, վերջը հադուկ ավազը գար ավազին հետ կխարնեինք, գզդվեր, վերջը ուրիշ դաշտի մեջ կամ դիգերու մեջ կլեցնեինք, կամ քինի սարքելու, կամ ռուբ սարքելու, ռուբը գիտեք ինչ է, ռուբ, այսինքն բեկմեզ, խաղողի բեկմեզ, մենք մեր վանքի մեջը քինի չենք սարքեր, մենք ռուբ կսարքեինք, ուրեմն խաղողի բեկմեզ, որով դոշավ, խաղողի դոշավ, որովհետև ռուբնալ հայերեն բարեմ իջանսեմ, որովհետև սիրելիներ Բակի ամբողջ դարվա ընթացքին չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, բայցողության օրեր են վանքի մեջ,
Եվ մենք տահինով կխառնեինք այդ դոշաֆը, խաղողի դոշաֆը, անոնք որոնք չեն գիտեր, խառնեցեք, բացարիք համեղ նախաճաշեր։ Բացարիք, ընգույզով ուդեք, ալավելի համով, այո։ Փորձեցեք դուրը, չորեք շաբթի եւ ուրբաթ օրերը տահինով խառնեցեք, չափերն ալսեմ ցեզի։ Գրնակ երկու տկալ ռուբ տնել սիրելներ, երկու տկալ տահին տնել։ Եթե սիրելներ ընգույզով բիդուդեք, գրնակ խառնել, ինքը այսպես ոսկեկույն, այսպես հարուստ ոսկեկույն, մութ ոսկեկույն։ Եթե տահին քիչ կսիրեք, ռուբը ավելցուցեք, դոշաֆ ավելցուցեք։ Իսկ եթե սիրելիներ չխառնեք, նախ տահինը չլեցնեք, ըսկուշ, նախ ռուբը լեցեք, որովհետև տահինը լեցնեք բնագին կփագի։ Նախ ռուբը լեցեք, վերջ տահինը վրան։ Եվ եթե հացը գդրեք բադարիկ լավաշով եւ դագեն այսպես առնեք ուդեք առանց խառնելու ալավելի համով։ Անոթեցա։ Իսկ ինչ ախորժապեր բացադրեց ցեզի։ Շատ բարի, հնցանի վերադառնանք ժողովուրդ, հնցանին։ Ուրեմն հնցանը այդ վայրն է, ուր որ գողկրդեն։ Հիմա Աստուծո փարգության հնցանը այն վայրը բիդելա, ուր սիրելներ մարդիկ բիդի նետվին եւ բիդի գողկրդվին։ Բիդի գողկրդվին։ Եկեք վերջին համարը սերդենք, 20-րդ համար։ Խաղողը գողվեցավ քաղաքեն դուրս։ Շատ հետաքրքրական բացատրություն։ Եվ հնցանեն արյուն հոսեցավ եւ բարձրացավ մինչեւ Ծիերու սանցը շուրջ 300 կիլոմետր դարածության վրա։ Աստուծո փարգության օրը որ օրն է Թադաստանի օրը։ Այո, Աստուծո փարգության օրը Աստուծո Թադաստանի օրն է։ Նայեցեք սիրելիներ, Աստված հիմա իր ինչն է որ մեզի ցույց կտա ողորմությունը, աբրիկ, ողորմությունը։ Քանի որ ասենք երկայնամիտ է, հետեւաբար Աստված իր ողորմությունը ցույց կտա։ Աստված մեզի ցանկ դալով, մեզի ինչ կտա, արիտ ինչի զղջումի, ապաշխարության։ Բայց երբ որ Քրիստոս վերադառնա, այդ ժամանակ ինչ օրը բիդելա Աստուծո Թադաստանի օրը։ Եվ Թադաստանի օրը սիրելիներ ոչ միայն մեղավորները պիտի հավաքվին եւ հավիտենական դժոխքի մեջ նետվին կամ հավիտենական կենի մեջ նետվին, այլ պիտի ջզմվին։ Աստուծո ահեղ փարգության դակ, Աստուծո ոտքերուն դակ պիտի ջզմվին։ Հիշեցեք Սաղմոս 100-ը, 110 ներողություն։ Դերը ըսավ իմ դիրոջս, նստե իմ աչքոմս, մինչև որ թշնամիներդ քու ոտքերուդ դագը բերեմ։ Քու ոտքերուդ դագ։ Դիրոջ ոտքերուն դակ պիտի ջզմվին սիրելիներ։ Եվ տեսեք, ով պիտի մտնե այս հնցանի մեջ գողելու համար։ Ով պիտի մտնե։ Հրեշտակները։ Ոչ։ Միայն մեկ հոգի։ Հիսուս։ Ուրգեք իդենք Հիսուս։ Ուրգեք իդենք։ Որովհետև եկեք Սուրբ Գիրքով խոսենք, որովհետև չեն կնա միայն որովհետև խոսիլ։ Սուրբ Գիրքը սիրելիներ, երբ որ հասնենք 19-րդ գլխու սերտողության, այնտեղ սիրելիներ 13-ին մինչև 16 համարներու մեջ լավ լսեցեք ինչ կսվի։ Հակաձեր բատմուջանը խոսք Հիսուսի մասին է հիմա գտեսնեք, որ արյունով ներգված էր։ Իր անունն է Աստուծո խոսքը, Փանն Աստուծո։ Ով է Փանը։ Երկինքի զորքերը ջերմակ ծիերով իրեն գեհետևեին, սպիտակ եւ մաքուր փեհեզներ ակած։ Իր փերանեն սրված սուր մգելներ, անով հարվածելու համար ազգերը։ Անիգա երգաթե մագանով պիտի հովվեզանոնք եւ գողե ամենագալ Աստուծո ահեղ փարգության քինի հնցանը։ Ով է գողողը։ Հիսուս։ Անոր բատմուջանին եւ աստրին վրա կրված անումը գար, թակավորներու թակավոր եւ դերերու դեր։ Ահա սիրելներ, Հիսուս ինքն է որ պիտի գողե Աստուծո փարգության հնցանի մեջ մեղավորները։ Եվ այս մասին նույնիսկ սիրելիներ 5 դագարանին մեջ Եսայի մարգարեի 60-րդ գլխու մեջ
խոսված է, սկիզբը մարգարեացված է մեգեն 6 համարներու մեջ, առաջին 6 համարներու մեջ, Եսայի 60-րդ գլուխ։ Այնտեղ Եսայի մարգարեն այսպես գահարցն է, գսե, ով է ասիգա որ գուկա եթով մեն, գամրակույն սկեստով, գարմիր կույնի սկեստով, փոսրայեն, որ փարավոր հանդերձով զարտարված է եւ իր շատ զորությունով բանձալով գկալե։ Եվ պատասխանը Աստված է որ գուտան, այցեք կսե, ես եմ, որ արդարությամբ կխոսիմ ու փրկելու կարողություն ունիմ։ Աստված է, Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ինչու համար քո հանդերձդ գարմիր է գահարցնե Եսայի մարգարեն Աստուծո ու քո սկեսներդ հնցանի մեջ գողկրդողին հակուստին բեսեն կպատասխանե Աստված հնցանի մեջ միայն ես կողեցի եւ ժողովուրդներեն ինձի հետ մարդ չգար զանոնք իմ փարգությունովս կողեցի եւ իմ սրտմուծությունովս զանոնք ջմլեցի Չեմ ուզեր շարունակել, նույն է խոսքը սիրելներ, որ դերը ինքն է միակ, որ պիտի ջզմե։ Աշխարհի մեջ ոչ մեկ գրոնաբեդ կարելի չէ սիրելներ Հիսուսի հետ համեմատել։ Բոլոր անոնք, որոնք գրոնավորները, քրիստոնյա գրոնավորները, որ այսօր սիրելներ էկումենիզմ գխաղան, բոլոր այն հոգևոր բեդերը, որոնք ուրիշ գրոնաբեդներու թիմաց գելեն եւ գսեն որ մենք ամենքս ալ հավասար ենք Աստված ցեզի Մուհամմադը գրգեց, ցեզի Մովսեսը գրգեց, մեզի ալ Քրիստոսը գրգեց, անոնք բոլորը պիտի ջզմվին Աստուծո հնցանի մեջ։ Ինչու՞։ Որովհետեւ Քրիստոսեն զատ ուրիշ Աստված չկա։ Ինքն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ինք միակը պիտի լա հնցանին մեջ, որ պիտի ջզմե։ Իր ոտքին դակ պիտի ջզմվի Մուհամմադն ալ եւ բոլոր անոնք որոնք սուտ աստվածներու առաջնորդեցին աշխարհը բոլորը եւ այդ ժամանակ սիրելներ դերը իր ոտքով պիտի ջզմե զանոնք այսինքն խորտանիշ է ահեղ Թադաստանի պիտի ընթարգե ահեղ Թադաստանի սիրելներ այս բատգերը Գիտեմ որ ոմանց համար այսպես սահմրգեցուցիչ սարսափաստու բատկեր է որ հնցանի մեջ պիտի ջզմվին եւ արյունները պիտի ջտան եւ նույնիսկ հավատացյալներեն ալ մարդիկ գրնան գտնվի լսելու համար որ բայց շատ խիստ է այս բատկերը Շատ խիստ է ինչու համար Աստված Թադաստանի բատկերը այսպիսի խստությամբ կներկայացնե, որ հնցանի մեջ պիտի ավակվի մեղավորները, նույնիսկ եթե մեղավորներու մասին է, ինչու համար այսպիսի ծանր բատկեր կգործածվի։ Ամեն բանի առաջ որ եւ որ Աստված է գործածող այս բատկերը, ուրեմն ամեն մեկը սուս թող մնա։ Մենք ով ենք, որ փրուդակորձին ասենք, որ ինչու համար այդպես պիտենես։ Ով ենք։ Երբեմն հավատացյալներ շատ սկացական ցևով կարծես թե իրենք ավելի մեղա Աստուծո ավելի բարեկուտ են, քուտ կուզեն ցուցաբերել։ Նայեցեք սիրելներ, բաժար մգա թե ինչու համար Աստված Սուրբ Հոգին մարգարեներուն թե ինգդագարանի մարգարեներուն բերնով եւ թե առաքյալներուն բերնով այսպիսի ահասարսուր սարսափելի բապկերներ կգործածե։ Գիտեք ինչու համար։ Այո Որովհետև եթե սիրելներ թեթևակի ցևով ներկայացվեր հավիտենական դժոխքը, հավիտենական դանչանքը, թեթևակի, որ ով որ գավադա Հիսուս Քրիստոսին հավիտենական կյանք ունի, ով որ չի հավատա Հիսուս Քրիստոսին հավիտենական դանչանք ունի։ Եվ չներկայացվեր այդ ահավոր վիճակը, որ դեղի պիտի ունենա իսկապես այդ քեհենին մեջ, մարդիկ սիրելներ Աստուծո շնորհքը պիտի չխնդրեին։ Աստուծո պիտի չդիմեին ասելու համար, որ դեր գաղաչեմ քեզի, ներե մեղքերս։ Ներե իմ մեղքերս, գիտեմ որ արժանի եմ քեհեն երթալու, բայց ներե մեղքերս դեր եւ զիս քու շնորհքիդ արժանացուր, քու ներումիդ արժանացուր, որբեսի չգործվի իմ հոգիս։ Որբեսի ծնողներ սիրելները զգուշանան իրենց զավակները դաստիարակեն, որ քեհենի մեջ չգործվին։
որբեսի գրոնավորները զգուշացնեն ավադացյալները, որբեսի թեթևի չառնեն հավատքի կյանքը եւ չգործվին։ Ես խորապես կծավիմ այն գրոնավորներուն համար, որ թեթև ցևով կարոզ կգարտան ժողովրդին, թեթևագի։ Նույնիսկ չեմ պատրաստվիր հոգևոր կարոզ խոսելու, այլ բարձաբես երկու բառ մգսեն եւ վերջացավ։ Քարոզը արթնության գոչ միդելա յուրաքանչյուր մարդու համար, որովհետև Աստված Եսեգիել մարգարեին բերնով գսե, որ ես քեզ թեթ գարկեցի այս ժողովրդի վրա։ Եթե ես քեզի բան մսեմ ու դու չաստարարես անոնց, եւ եթե կա բադուհաս ու զանոնք սպաննե, անոնց արյունը քեզ մևիդի բանչեմ։ Իսկ եթե քեզի ասեմ ու դու աստարարես եւ անոնք մդիկ չնեն ու բադուհասը կա ու զանոնք բադուհասե, անոնց արյուն իրենց գլխում պիտի լա։ Ես չեմ ուզել սիրելի եղբայրներ եւ քույրեր, որ ծեր արյունը իմ գլխուս վրա լա։ Ես կուզեմ, որ աստարարեմ, որբեսի ծեր արյունը ծեր գլխունը լա, այլաբես պիտի ուզեմ, որ դուք եւ ես զղջանք, ապաշխարենք, ու ոչ թե մեր արյունը մեր գլխուն տապի, այլ Աստուծո շնորհքը տապի ու փրկվենք։ Եվ սիրելի եղբայրներ եւ քույրեր, իսկապես որ լրջության պետք է առնենք վերջին դատաստանը։ Ուր պիտի բադահի, այստեղ նայեցեք ինչ կսե, խաղողը գողվեցավ, ուր գողվեցավ, քաղաքեն դուրս, որ քաղաքեն դուրս, ինչ քաղաքի մասին է խոսքը։ Երկրավոր իմաստով սիրելներ, եթե առնենք, գխորտանշի այս քաղաքը որ քաղաքը, Երուսաղեմը։ Երուսաղեմը Աստված ինքը ընդրեց եւ Աստված այդ քաղաքի մեջ բնակեցավ, սրբակործեց Աստված այդ քաղաքը իրեն համար եւ ադոր համար այդ քաղաքը Երուսաղեմ քաղաքը ինչ քաղաք կոչվի, Սուրբ քաղաք։ Այո, Սուրբ քաղաք, Holy City։ Եվ սիրելներ հիշեցեք, որ անցյալին Աստված նույնիսկ ասած էր հրյա ժողովրդին, այս քաղաքի մեջ ոյ մեկ բիղծ բան բեք չէ մտնե, եթե նույնիսկ մահը լար, եթե նույնիսկ արյունահոսություն ունենային կանայք, պետք էր ինչ լային, բանագեն դուրս ելեին, որբեսի բղծություն չմտներ, մակրամակուրը լար այդ քաղաքը, ասոնք բոլորը սիրելներ խորհրդանիշներ էին, դաստիարակության համար, որբեսի ցույց տար Աստված, որ իր քով եկողը բղծություն պետք չէ ունենա, բղծություն պետք չէ ունենա, որովհետև սիրելներ երկնքին մեջ բղծություն պիտի չմտնե, երբ որ մենք հասնենք սերդելու հայտնություն Հովանու 21-րդ գլխու 27-րդ համարը, նայեցեք ինչ կսի առաքյալը, հոն պիտի չմտնե ովևէ բիղծ բան, ոչ այլ բղծություն գործող կամ ստախոս մարդ, այլ միայն անոնք, որոնց անունները գրված են Քարնուգի կյանքի գիրքի մեջ։ Ուրեմն երկրորդ իմաստով, հոգևոր իմաստով, հավիտենական երկրային Երուսաղեմի մասին է, ուր ոյ մեկ բղծություն պիտի չմտնե հոն։ Հոն ստախոս, վախկոտ, անարտար, սրբաբիրծ, փամփասող, քող, միասերական, ինչքան ոչրակորց, այդպիսի մարդ պիտի չմտնե։ Այս կյանքի մեջ եթե չապաշխարեն այդ մարդիկը, մենք պիտի չմտնենք։ Քաղաքեն դուրս պիտի մնան։ Եվ սիրելիներ, հիշեցեք, որ քաղաքեն դուրս անցյալին ինչը կգտնվեր, հիննոմի ցորը, որ մենք կոչենք գեհենոմ, գեհեննա, ջեհեննեմ։ Գեհենոմ կնշանակե հիննոմ, այսինքն հիննոմի ցորը, ուր սիրելիներ այնտեղ աղբերը կտապեին առաջ չաստվածներուն մարդիկ զոհ կդուսանին իրենց զավակները։ Գեհենոմի ցորը պիտի երթան մարդիկ, այսինքն հավիտենական ինչի մեջ, կուպի մեջ, անտունտի մեջ։ Եվ ինչու համար երթանք, սիրելի եղբայրներ քույրեր։ Ինչու չխոսիկ այս կարևոր նյութերու մասին ձեր զավակներուն։ Ցկեք որ մեղքերու մեջ մնան, ինչու չխոսիկ ձեր տորներուն, ձեր ընտանիքի անդամներուն։ Ամեն ինչի սիրելներ, ձեր գայքեչներուն վրա, ձեր ինտերնետներուն վրա շեր գնեք,
Գպաշնեք ամեն ինչը, եւ որ ջոկ մը լա միջաբես կտնեք եւ դա հազարատ կոմենտ։ Հի։ Բայց եւ որ Աստուծո խոսքն է, չէ, գնդրեք որոնց պետք է ուղարկեք։ Որոնց պետք է ուղարկեք։ Վերջին դողերը եւ հնցանեն արյուն հոսեցավ եւ բարձրացավ մինչեւ Ծիերու սանցը շուրջ 300 կիլոմետր։ Սիրելներ, Ծիերու մինչեւ սանցը, այսինքն նշանակե որ մոտավորապես քանի մետրո 2 մետր։ Իմ հասակես բարձր, երևակայեցեք այդքան խորունգությամբ եւ 300 կիլոմետր տարածությամբ 184 մայլ մղոն տարածությամբ։ Հետաքրքրական է, որ եթե գարտակ առաջին Ենովքի գիրքը 100-րդ գլուխը, առաջին 4 համարներում մեջ կտեսնենք հոնալ նույն խոսքը գսվի, որ եղբայրներ իրարը սպանեցին, հայրեր, զավակներ, հայրեր եւ այլն, եւ բարձրացավ արյունը մինչև սանցը Ծիերուն եւ Ծիերը խեղդվեցան մեջը, չգրցան կալել։ Սիրելներ, ինչ ասել գուզե այս ասով Հովանես Արաքյալը, ճշգրիտ թեև իմաստը չենք գիտեր, չէ բացատրած ինքը, բայց եկեղեցու հայրեր եւ նաեւ Սուբկրոց մեգնապաներ սիրելներ գարկն բացատրություններ գուտան, ես կուզեմ ցեզի երկու բացատրություններ տալ։ Առաջին 300 կիլոմետր Այդ ժամանակ գգարձվեր, որ Բաղեստինը սիրելներ հարավեն մինչև Հյուսիս 300 կիլոմետր էր։ Ուրեմն քաղաքեն դուրս եպոր գսվի գնշանակե, որ ամբողջ Բաղեստինը ինչ պիտի լա, արյուն պիտի հոսի, բացի Երուսաղեմ քաղաքեն։ Եվ այսօր գմտածեմ, արդյոք այսօր այդպես չի բադայր։ Արդյոք այսօր Բաղեստինի մեջ արյուն չհոսեցավ եւ ձովուպես արյուն հազարավոր մարդիկ մահացան։ Բայց միան խոսքը Բաղեստինի մասին չէ այստեղ։ Հետաքրքրական բացատրություն կա սիրելներ, երբ որ բնակիրին երթանք։ Բնակիրը ոչ թե գսե 300 կիլոմետր, այլ գսե 1600 ասպարեզ, որ իրականության մեջ կնե 300 կիլոմետր, ադուրամար հոգևորայրը Զարե Սրբազանը թարգմանած է 300 կիլոմետր, կամ 184 մղոն ինչպեսի։ Բայց ինչ կնշանակի 1600 ասպարեզ, հունարեն պարմն է սիրելներ իրականության մեջ, ստադիա պարն է, որ ասպարեզ կնշանակի։ Հետաքրքրական ուրեմն թիվերու, որովհետև Հովանես Ավետարանիչը ավելի թիվերու վրա է, որ խորուրդ կբերե, քան թե սենք թե դարածության վրա։ 1600 նախ եկեք սիրելներ հետևյալ թիվը բանենք մեր մտքի մեջ ունենք 16-ը 1600-ն 100-ը հանենք 16-ը 16-ը քանի անգամ քանի 16 կնե 4 անգամ 4 4-ը Սուրբ Գիրքի մեջ խորհրդանիշ է ինչի աշխարհի 4 ծայրերուն իսկ 100-ը քանի անգամ 100 գնե 10-ը 10 անգամ 10-ը 100 գնե 10-ն խորհրդանիշ է ինչի ամբողջության հետաքրքրական է հիմա ուրիշ 1600-ը քանի անգամ քանի 1600 գնե 40 անգամ 40 40-ը Սուրբ Գիրքի մեջ սիրելներ Աստուծո բադիժին խորհրդանիշ է Հետաքրքրական այս 3 բացատրությունները ուրեմն 4 անգամ 4 4-ը խորհրդանիշ որպես աշխարհի 4 ծայրերուն 10-ը խորհրդանիշ որպես ամբողջության եւ 40-ը որպես բադիժի հիմա ինչ ասել գուզվի ասել գուզվի որ այս բադիժը պիտի կա աշխարհի բոլոր մարդոց բոլոր այն չար մարդոց որոնք սիրելիներ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը չեն ապաշխարել Եվ հետաքրքրական է, երբ որ գգարտանք Եսայի մարգարեի 34-րդ գլուխը, առաջին 6 համարները, այնտեղ ճիշտ բոլոր ազգերու մասին խոսվի, որոնք սիրելիներ Աստուծո թադաստանին պիտի ենթարկվին։ Եվ որբեսի ավարտեմ,
Գուզեմ հետևյալը ասել։ Ինչ կնշանակի Աստուծո ուրեմն մինչև ծիերուն ցանցը արյունին բարձրանալը։ Կնշանակի որ այս աշխարհի մեջ մեղքերը սիրելներ այնքան պիտի բարձրանան, որ այս աշխարհի մարդիկը պիտի ջզմեն հավատացյալները։ Շատ քրիստոնյաներ պիտի նահատակվին, շատ քրիստոնյաներ։ Եվ այն մարդիկը, որ պիտի սպանեն, անոնց արյունին մեջ պիտի մտնեն, արդարներու արյունին մեջ, Քրիստոսի երկրորդ կալուստին Աստված անոնց արյունը պիտի թափե։ Հիսուս, որ եկավ իր արյունը թափեց մեր փրկության համար, ով որ Հիսուսի արյունը գտնունի, ով որ Քրիստոսի գավադա պիտի փրկվի։ Իսկ ով որ Հիսուսի արյան չի հավատար, իր արյունը պիտի թափվի Քրիստոսի տադաստանի ժամանակ։ Եվ այդ ժամանակ սիրելներ դերը պիտի լուծե արդար ապելի արյունը, մինչև աշխարհի վերջը ապրող արդար մարդուն արյունը, որ այս աշխարհի մեջ, այս աշխարհի մարդը պիտի թափեն։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստուծո տադաստանը լուրջ է, շատ լուրջ։ Մտածենք այս մասին, խորինք այս մասին եւ մեր կյանքը փոխենք։ Գաղաչեմ ցեզ եղբայրներ եւ քույրեր, մեր կյանքը փոխենք։ Ոչ ես կամ այստեղ միան խոսողը լամ, ոչ ալ դուք եկեք այստեղ միան լսողներ եղեք։ Ես եւ դուք պետք է այս խոսքերը, որ հիմա գիտենք, Աստուծո դիմաց ավելի հաշվետու ենք։ Եկեք կործատրենք այս խոսքերը։ Եկեք զղջանք մեր մեղքերը։ Եկեք սրբանանք ամեն օր, սրբանանք։ Ամեն անգամ, որ այս եկեղեցին կան, ավելի սրբանանք։ Աստուծո խոսքը, որ սորվենք, ամբողջ շաբաթը այդ խոսքին մասին մտածենք, խորհրդածենք, ոչ թե սիրելներ կանք լսենք, ասենք ինչ լավ խոսքեր լսեցինք, երթանք եւ մոռնանք։ Դերը մեզ մի ավելի պիտի բանջի, որովհետեւ ունեցողեն ավելի պիտի բանջի։ Աստված թող իմաստություն տա մեզի, Սուրբ Հոգին իմաստությունը ունենանք սիրելներ, իսկապես, որովհետեւ կարողանանք սրբությամբ Տիրոջ դիմաց կանգնել եւ հավատալով իրեն, սրբանալով հավիտենական կյանքը մտնենք։ Իսկ մենք ալ մեր շրջապատի մեջ լույսը լանք, աղը լանք, որովհետեւ ուրիշներ ալ սիրելներ թժողքի գրագեն ազատենք, Քրիստոսի մոդեցնենք եւ անոնք ալ հավիտենական կյանքին արժանի լան։ Ամեն։ Եկեք խոնարհենք եւ մեր ժամակիրքի մեջ են լուսապացի այս աղոթքը արդասանենք ու ապա դեր որ միայի ժամանակ մեր ասկին համար սեր միություն խնդրենք։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Բարերարդեր քու սիրովդ նայե քեզ երկրպագողներուս եւ սուրբ անունդ փարապանողներուս։ Ամենազորդեր խաղաղացուր մեզ սադանայական բոլոր խռովություններեն եւ աշխարհեն եկող ալիքներեն։ Քու խաղաղության հրեշտակդ ղրգե մեզի, որբեսի մեր գողքինը լա եւ մեզ անխրով բահե օր ու գիշեր, արթունը լանք թե հանգիստի մեջ։ Որբեսի բարեբաշտությամբ եւ արժանավոր գերբով քեզի ծառայելով այս կյանքի մեջ ով դեր հասնենք քու երկնավոր հավիտենական արքայությանդ, որը սկիզբեն ի վեր պատրաստեցիր քու սուրբերուդ, հավատարիմներուդ։ Եվ անոնց հետ միասին շնորհակալությամբ փառավորենք քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ եւ ավիդյարս ավիդենից ամեն։
խաղաղություն և իվանդած բժշկություն ազգիս հայոց սերմի յոթյուն դեր ողորմյա դեր ողորմյա Հիսուս պարգիչ մեզ ողորմյա սրբոյգույս աստվածածի Parechosya komiyazni Hishyader եւ ողորմյա Հանուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն Հայր մեր որ հերգիս ես սորբ եղեցի անուն քո եկես արկայություն քո եղեցին գամ քո որպես երգիս եղրի սաց մեր հանավազոր դուր մեզ այսօր թող մեզ զբաղեցներ որպես եղնեք թողունք մերոց բարտաբանած և մի դանից մեզի փորձություն Զիքոյե արկայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանը Սավիդենից ամեն օրտնյալ քեղերուքի շնորհացն սրբոքվույն երթայք խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղիցիեն ցեզ ընդ ամենեսյանդ ամեն Աստուծո շնորհքով ձեր դուները ասնիկ ամփորձանք սիրելներ